Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ես Օֆելիա Կամավոսյանն եմ, հանրային ռադիոյի եթերում կրկին երկրորդ շնչառությունն է, առաջին հայկական մեդիա նախագիծը, նախատեսված ավագ սերնդի ներկայացուցիչների համար։ Մենք անդրադառնում ենք 60 եւ ավելի տարեկան անձանց հուզող բոլոր թեմաներին՝ առողջ ապրելակերպ, սննդակարգ, հոբիներ, վաստակած հանգիստ, աշխատանքային հարաբերություններ։ Հաղորդման շրջանակում հաջողությունների պատմությունների շարքում մենք ներկայացնում ենք այն անհատներին, որոնց կյանքը, կենսակերպը կարող են օրինակ լինել բոլորիս համար առույգ ակտիվ ապրելու, այնպես որ նոր թաբիև շնչառություն վերցրեք, այսօր այմ հյուրը տիկին Վալենտինա Շահվերդյանն է, ակտիվ առույգ կայտարմիկին, որ իր ամենօրյա գրաֆիկի ապրած կյանքի մասին մեզ կներկայացնի։ Շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք տիկին Վալենտինա, հաճելի է հանդիպել։ Ես ձեր մասին իմացա ձեր թորնուհու Facebook-յան գրառումից, երբ որ ինքը նկարագրել էր ձեզ եւ ասել էր, որ դուք ապահովում եք զավակների, թորների երիտասարդությունը, ասում են, երբ որ ինձ հարցնում են ոնց եմ երիտասարդ, ես ասում եմ, որ ես Վալիայի թորն եմ, հետաքրքիր է իմանալ, ինչ որ բանաձևեր եք կիրառում, այսինքն ո՞րն է այդ ճանապարհը, որ դուք ձեզ համար որդեգրել եք եւ փոխանցում եք։ Դե քանի որ հարցը այդպես է, հիմա դու չա գալիս, ես պիտի սկզբնա ապյուրից չսկսեմ երևի, հա, խոսեմ ձեր տված հարցի պատասխանը։ Հա, բավանդ։ Դե հիմնականում գիտեք ինչ, ինձ թվում է մարդուն պարտաճանաչ մարդուն պարտականություններն են պահում։ Ինչքան պարտականություն ունես եւ դու պարտաճանաչ ես, հենց դրա համար դու լիցքավորվում ես, գոյատևում ես, կատարում ես, լավ ես զգում, որ այդ բոլոր օրը բացվում է իմ համար գրաֆիկով։ Ինչով պիտի զբաղվեմ, ինչ պիտի անեմ, ուր եմ գնալու, որ թորնիկս ինչ պատվեր ա տվել, ինչ պիտի կատարեմ, ում համար ինչ համով ճաշ եմ պատրաստելու։ Եվ այդպես։ Այսինքն խնդիրների լուծումը։ Խնդիրների, այո, պարտականություններ։ Ես դա պարտավորված եմ զգում ինձ, որ բոլորին իրանց համապատասխան ես կյանքի ծանր պայմաններում դժվարություններին մի փոքր օգտակար լինեմ։ Տիկին Վալիա, պարտականությունը, պատասխանատվությունը։ Պարտադրված չի դա։ Այ հենց այդ եմ ուզում ասել։ Չէ, պարտադրված չի։ Գուցե նպատակներ։ Ես ընդհակառակը ինքս եմ հարցնում, ինչի կարիք ունեք այսօր, որից ինչ պիտի անեմ եւ այլը։ Բոլոր թորներս Մոսկվայից տեղափոխվեցին ամուսնացած ընտանիքներով, բացի այն, որ ստեղ ունեմ 2 թոր, 6 ծոր, նաև եկան 2 ամուսնացած թորնիկներս իրանց բալիկներով, եւ իմ հոգսը ավելի շատացավ, ավելի ընդարձակվեց, եւ դրա հետ էլ իմ ինչ ասեմ, ոչ թե միայն հոգս, այլ դա նաև հաճույք է։ Ես շատ սիրով անում եմ ամեն ինչ, բայց այդ բոլորի հետ միասին նաև աշխատում եմ, այս տարիքով դեռ աշխատում եմ։ Որտե՞ղ աշխատում, տիկին Վալիա։ Ես հիմա հրապարակ օրաթերթի հաշվապահն եմ, գլխավոր հաշվապահը։ Ճիշտ է, հաշվապահությունը տվել են կազմակերպությանը, որ ամենօրյա փոխանցումներ եւ այլը հիմա դե բոլորը on-line է կատարվում։ Իսկ ես հետևում եմ ամեն օրյա կարգով, անպայման ստուգում եմ իրանց արածները, բալանս եմ փակում, վնաս ու արդյունք եմ հանում, հարկայինի հետ աշխատում եմ, մեր ամեն ինչը իմ հսկողության տակ է, փոխանցումները ոչ մի օր չուշացնեն, հարկերը եւ այլը եւ այլը։ Տիկին Վալենտինա, այս տաղավարում տարիքի մասին հարցը չենք շրջանցում։ Ես ուզում եմ, որ դուք ձեր տարիքը հնչեցնեք, որտեղ դուք արդեն ասացիք, որ լիազորությունների, պարտականությունների ամբողջ լայն շրջանակ, ուզում եմ ձեր տարիքը իմանալ։ Գիտեք, ինչ ես տարիքս ոնց որ Եթե չեք ուզում մի ասեք։ Չէ, ինչ եք ասում, իմ տարիքը իմ հպարտությունն է, ոնց որ ասում են։ Ես շատ սիրով կարող եմ թաքցնելու բան չունեմ, 65 տարեկան, 85 տարեկան եմ։ Եկան ասել եմ 65, ես եմ շփոթում։ 85 տարեկան եմ, շուտով մի քանի ամսից 86 կդառնամ։ Բայց դեռ աշխատանքի եւ ամեն ինչի ունակ եմ, իմ գործերը բոլորը ընտանիքում ես եմ անում եւ բոլորին։ Տիկին Վալիա, երկրորդ շնչառություն երբ եք վերցրել։ Երբ եք, որ մի պահ կանգ եք առել ու ոնց որ վերարժևորը շարժվեք։ Պատկերացրեք, որ ես այս 85 թվի սկզբից եմ զգացել, որ ծերանում եմ։ Իմ տարիքս լրացավ 85, ես սկսեցի կամաց-կամաց արդեն
քայլված կսել փոխել, դանդաղանալ, ձերքից իրերն էլ պակասացնել, դժվարանում է արդեն Բայց մենք 4 հարկ միասին բարձրացանք ու դժվարություն չկար, ես տեսա, որ ինձ հավասար եկավ։ Երբ եկանք լիֆտով չեկանք մենք։ Հա, բա մնացած ոդկով հատվածը։ Հա, չեմ զգացել տենց։ Համենայն դեպս առաջ որ կարողանում էի շուկայից 10 կիլո բերեմ, 15 կիլո բերեմ, կամաց պակասացրեցի այդ ամեն ինչը, դժվարություններ սկսվեց, իմ համար խնդիրները սկսվելա 25 թվի երևի մի 2 ամիս հետո արդեն կամաց զգացել եմ։ Միջև այդ շատ աշխուժ աշխատունակ, այդքան էլ հիվանդություններ չեմ ունեցել, թեպետ սիստեմատիկ բժշկի գնացել, հետազոտվել եմ, իմ տվյալները ուշադրությանս կենտրոնում ա եղել, եւ հետո գիտեք ինչ, ամեն մարդ պետք է իր օրգանիզմին ճանաչի ու լսի։ Անմիջապես այդ մի տեղ որ սկսում է ինձ հիշեցնել, առողջ մարդը պետք է իր սրտի տեղը չիմանա, օրգանների տեղը չիմանա, բայց որ սկսում է կողքը ցավել, մտածում ես լյարդը տա, լեղապարկը տա եւ այլն, սկսում ես հետազոտվել։ Առողջ մարդը պետք է իր օրգանների տեղը չիմանա, թեպետ ցանկալի է որ գոնե տարին մի անգամ մարդը հետազոտվի։ Այսինքն պատասխանատվությունն ու պարտաճանաչությունը նաեւ առողջության հետ կապված հարցերում դրսևորենք։ Այո, չէ, ես ոչ մի հարցում չեմ զլացել, չեմ ծուլացել, շատ ակտիվ կյանքով եմ ապրել։ Եղելա, դուք պատկերացրեք, որ ես այս տարիքում 60 տարվա ստաժ ունեմ։ Իմ աշխատանքային ստաժը 60 տարի։ Դրա հետ միասին նաև եղելա, որ միանգամից 2-3 տեղ եմ աշխատել։ Այդ մասնագիտական հնարավորությունները տալիս է հաշվապահությունը, որ կարող ես մի քանի տեղ բանանես։ Եվ հետո ված չեմ աշխատել։ Տիկին Վալիա, գիտեք ինչ է ինձ հետաքրքիր։ Դուք յետասարդ տանեն ստեղծագործել եք ու ստեղծագործ աշխատանքը ու հաշվապահությունը թող ներվի ինձ, բայց ստեղծագործ բան կա հաշվապահության մեջ։ Ոնց է այդ անցումները կարողացաք նկատեցիք։ Ամենաչսիրածս գործը հաշիվներն են եղել։ Բայց բախտի բերումով աշխատել եմ այնպիսի կազմակերպություններում, աշխատել եմ ակադեմիայի գլխավոր հաշվապահ, հուշարձանների պահպանության վարչություններ են ժամանակ այդտեղ եմ աշխատել, թերթերում եմ աշխատել, հայկական ժամանակում եմ աշխատել երկար տարիներ, 20 տարի, աշխատել եմ երկիր թերթում, հրապարակում, բացի դրանից ակտիվ գրողների միության հետ եմ կապ ունեցել։ Որ համեմատեք ժամանակագրորեն ձեր ապրած կյանքը, դուք ասացիք, որ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եք ծնվել։ 40 թվին։ Այ որ հա նույնիսկ 40 թվին, այսինքն պատերազմի ժամանակ դուք փոքր եք եղել ու այդ սովը, զրկանքները հիշում եք։ Այո, հիշում եմ իհարկե։ Վատ եք ապրել ձեր ընտանիքը։ Շատ այդ երեխեքը ստիպեցին վերջերս, որ քո կենսագրությունը գրի, հատկապես Զարայի քույրիկը շատ էր բանանում, որ ես տպել եմ տալու եւ այլ գրի մեր երեխեքի համար, գրի մեր քո ծորների, թորների, ահագին բան գրեցի, միջև Մանավանդ դու գրելու դիրք ունեք իսկապես։ Հա, շատ հետաքրքիր բաներ ստացվում ու շատ հուզիչ բաներ ավելի։ Բա ինձ չեք ասում հուզիչ մասերը։ Դեռ կիսա դա, դեռ չեմ վերջացրել։ Շատ ծավալուն բան է։ Հիմնականում պատերազմի տարիներին մորս հետ ես Երևանում եմ ծնվել, ստեղ ենք եղել, հայրս վայենի բժիշկ է, զինվորական բժիշկ էր։ Բժշկական ավարտելուց հետո իրան 41 թվի վերջերին նոր տարել են բանակ։ Այդ ժամանակ ես ծնված մի տարեկան գնացել են գյուղ, Այգեհատ գյուղը, իմ պապի տանն ենք ապրել, տատս չկար, պապս էր մենակ, հորեղբայրներ բան այդ մեծ տաղամասում։ Բայց բանը ամառվա ամիսներին միշտ իջնում էինք ձոր էին ասում, մեր ձորը քոբայրի վանքը լսած կլնեք, այդ շրջակայքում տնակ ունեինք փոքր բանը, տեղ պապս այգիներ եւ այլը, ու շատ տպավորվել է մի օր, ուրեմն կարմրուկով հիվանդացել եմ, երևի 3.5 տարեկան եմ եղել, բայց հիշում եմ ես դա, ինչն եմ հիշում, որ մեր այդ տնակի մոտ կանգնում էինք, ձորը ներքև երևում էր, ճանապարհը ով է գալիս, ամեն գյուղ գնացողի գալիս էին բարձրանում գնում, նայում էինք, ու մի օր տեսնում եմ, որ մի շատ լավ հագնված զինվորական մարդ է գալիս, մամաս ասում ախ Իրանի քո պապան լինի, ու գալիս է իմ պապան լինում,
ասում եմ ջերմությունը 3-4 օր ջերմություն եմ տվել, այդ օր անմիջապես ուրախությունից բան, այդ տպավորվել է ձորի այդ մի քանի էպիզոդը։ Մանկության հուշ Հա, որպես։ նրանից հետո էլի 3 տարի մնացել ենք գյուղում, միջև հայրս եկել է ու Կիրովական ենք տեղափոխվել, իրան այնտեղ նշանակեցին բանտի բժիշկ բանտում Կիրովականի։ Մենք էլ գնացինք այնտեղ ու իմ մանկություն, պատանեկություն այնտեղ է անցել։ Լավ եք հիշում ձեր Մինչև որ- մանկությունը, պատանեկությունը լավ եք հիշում։ Հա, ոչինչ։ Այդ գրողների միության հետ, այդ էքսկուրսիաներ, անընդհատ հավաքներ, հավաքույթներ, քննարկումներ, այնտեղ բանաստեղծներ բան ունեին, Գլորվայի ամբողջ այդ միջև Ալավերդի ուզմանից գալիս էին բոլորը։ Կիրովականի դպրոցն եմ ավարտել, միջնակարգը մի դասարանում ենք սովորել ամուսնուս հետ։ Վերջի տարիները արդեն համակրում էինք, չգիտեմ, ես մի քիչ մաթեմատիկայից թույլ էի, ինքը ինձ պարապում էր։ Դուք պատկերացրեք, որ ավարտական դասարանում, որ թվանշանը դնում էին, երկրաչափություն, Օհանյան 5, ասում էին իմ Շավերձյանի բանում էին գնում, արդեն բոլորը գիտեին, որ մտերիմ ենք։ Նորմալ էր ամեն ինչ, վերջի 2 տարին էլ սիրահարվեցի, ավելի հետաքրքիր ու բովանդակալից դառավ Հետաքրքիր որ ձեր ծնողները ձեր տարիքը խոչընդոտ չեն համարել եւ աջակցել են ձեզ։ Հա, ինքը եկավ ծնողներիս հետ խոսեց, որ ես հասուն մարդ եմ, իմ ընտրությունը միակն է եւ վերջնականն է, մենք միասին պետք է լինենք, խնդրում եմ դեմ չլնեք։ Մենք ամուսնացանք, ինքը եկավ ընդունվելուց հետո, ճիշտ ասած իր ծնողները դեմ էին, որ մենք շուտ ենք ամուսնանում, բայց Քանի եկավ տարեկան էիք։ 18 երևի նոր ավարտած երեխեք էլի։ Եմ զաքսով բանով ամեն ինչ ձևակերպեց, ինքը թողեց գնաց։ Բայց դրանից հետո 2-3 անգամ մի տարվա մեջ ես գնում էի գործուղում, ամառը ինքն էր գալիս։ Այդպես 4 տարի անցավ։ 4 տարուց ավարտելուց Դժվար տարիներ են եղել Այո, տիկնալյա։ ես հա, այդ ընթացքում աղջիկս ծնվեց, մեծը Արմինեն, որ հիմա գլխավոր խմբագիրն է, Թերսի։ Իմ գոլեգան։ Միշտ ասում եմ, որ եթե Մոսկվա չգայիր, Հայաստանը կզրկվեր այդ լավ խմբագրից։ Շատ մեծ սեր է եղել, շատ։ Ես սիրել եմ Կիրովակ։ Առաջին ու վերջին։ Այո, առաջին ու վերջին։ Ինքը մեր քաղաքի ամենալավ տղան էր, ամենաաչքի ընկնող։ Բոլորի աչքի լույսը։ Դե լավ, էլի պատկերացնում, սիրող աչքերով եք ասում։ Լավ Դուք չեք էլի։ պատկերացնում ինչ հոյակապ տղամարդ էր, ինչ տեսք ուներ, ինչ հազարի մեջ երևացող մարդ էր։ Ու ձեզ էր ընտրել։ Ու ես ինձ էր ընտրել, ես էլ փոքր մոքր ոչինչ էլի, այդքան վատը չէի։ Համենայնդեպս շատ սիրով ենք եղել։ Ավարտելուց հետո ինքը գնաց Մոսկվա ընդունվեց Լոմոնոսովի համալսարանում սովորեց, ես մնացի Կիրովականում։ Եկա Երևան, քննություններ հանձնեցի, նիշերս չբռնեցին, թղթերս վերցրի գնացի, հետո պարզվեց, որ ինձնից ցածր նիշերով մարդիկ ընդունվել են, երևի բանասիրականներ։ Հետո որ արդեն անցա աշխատանքի, Կիրովական մեծ հոյակապ գործարան բացվեց ավտոմատիկա, մեր ընտանիքի մորս վիճակն էլ լավ չէր, օգնելու համար անցի աշխատանքի, շատ կարճ ժամանակում ինձ որպես քաղաքային սովետի դեպուտատ ընտրեցին, նկարս կպցրեցին քաղաքի կենտրոնում, գործուղումներ ուղարկեցին Լենինգրադ, բան շատ առաջադեմ դեմք տարա այդ բանում, բավականին էլ վաստակում էի, շատ հետաքրքիր գործ էր։ Շատ ջահել տարեքից դպրոցական դեռ 7-8 դասարանից բանաստեղծություններ, նովելներ էի գրում։ Ես նովելների գիրք էի պատրաստել։ Կիրովականի գրողների միության անդամ էի եւ ստեղի գրողների միության։ Հիմա էլ եք գրողների միության Չէ, անդամ։ վաղուց արդեն կապ չունեմ։ Ուրեմն բաներ, նովելներ էի գրել։ Գրողները այստեղից եկան Կիրովական, այն ժամանակ Կիրովական էր։ Ու երեկույթ էր, ցերեկույթ էր կազմակերպվել։ Ես իմ նովելներից երկուսը կարդացի, Սիլվա Կապուտիկյաններ, բոլոր հայտնի գրողները, Շիրազը, Համուսահյան, բոլորը հետ չեմ մոռանում, ամենատպավորիչը Սիլվա Կապուտիկյանը խոսք վերցրեց իմ ելույթից հետո, շատ ծափահարեց իմ բան ու ասեց ես
արդեն նախանշում եմ, որ Լորին կունենա մի հոյակապ նովելիստ։ Ինչը խանգարեց ձեզ, Ու իմ Տիկին Վալենտինա։ նովելների գիրքը պատրաստ էր արդեն, ամեն ինչ։ Գրող ինչու չդարձաք, Տիկին Վալենտինա, ինչու Հա, չդարձաք ուրեմն գրող։ ես որ Մոսկվա եմ գնում, այդ արկղով իմ գիրքը պատրաստ, նովելների գիրք, բավականին ծավալուն գիրք էր, հենց գրախոսականն է Սիլվա Կապուտյանն էր գրել, շատ գեղեցիկ բաներ։ Այս կեսուրս ուրեմն դա առասպելական բան էր, այդ հավիճուտեր էր առնում մշտապես։ Իրա մի սենյակը հատկացրել էր, առաջի հարկում էինք ապրում, երկրորդը դեռ կիսատ էր։ Բանը գցում էր այդ արկղների տակը, որ ճտերին կերակրի բանանի։ Այդ ամբողջ ուրեմն ամիս ու կես մնացել եմ Մոսկվա, գործուղում էի Լենինգրադ, ընդեղից գնացի Մոսկվա մնացի։ Այդ ամիս ու կես ընթացքում ամբողջ այդ թերթերը, որ արդեն պատրաստ էր, տպագրության էր գնալու։ Լցրել էր բանի տակ եկա, որ արդեն ուզում էի արկղը բացեմ, որ տեսնեմ ինչ արել, բա ուր է այդ արկղը։ Ծիծաղելով թե բանը, բա գցել եմ ճտերի տակը այդ գրածները, ես ինչ իմանայի դա, ուրեմն դրել եմ իմ մահճակալի տակն այնտեղ, որ բայց վերցրել ա տայել, ոբշեմ էլ ոչինչ չկարողացա։ Այսինքն ոչ թե սկզբունքորեն ոչնչացրել էր, որովհետև ուղղակի ամփոփաբա, ամփոփորեն։ Ոչ թե դիտավորյալ, ոչ մի դիտավորություն չկար, ես մտածել եմ, որ բայց ինքը գիտեր, որ գրում եմ, նախապատրաստվում եմ, տանում եմ, բերում եմ, խմբագրում են, խորհուրդներ են տալիս եւ այլն։ Ոբշեմ այդպես էլ Մաթեմատիկոսների ընտանիքում ինչ գրող հարս, հա, երևի։ Այո, իրանք շատ մատերիալանքով են նայում դրան, բայց ես գիտեք ինչ է, միջև դրա տպվելը բազմաթիվ տպագրություններ եմ ունեցել, գարուն ամսագրում, թերթերում, հոդվածների տպում, ու ահագին փող էի վաստակում, նաև դրանով։ Բերում է իրան տալիս էի, ուրախանում էր 50,000, 60,000 ահագին փող էր էլի, ասում էր, վայ, ես ինչ լավ է ես կանեմ են, այդ դուրը գալիս էր, բայց դեռ պահպանել չպահեց էլի, այդպես էլ։ Փողի համար էի գրում, Տիկին Վալյա, Չէ, գրում էի, գիտեք ինչ։ որտեղ մղում էր, պիտի դուրս գար։ Չէ, որ ինքս ամուսինս որ ուսանող էր, ու շատ քիչ գումար էինք ուղարկում էլի։ Այդ առիթներով ես բանը անում, որ մի կոշիկ առքես, մի հատ կուրտկա մի բան, ձմեռային մի շոր առելի, այդ ինձ ուրախացնում էր, որ այդ գումարները նպատկան մեկ-մեկ կեսուրիս էի տալիս ինքներ ուրախանում։ Ոչ մի անգամ ես ինքնուրույն գումարները չեմ ծախսել, միշտ տվել եմ իրանց եւ դրանից ես լավ եմ զգացել։ Հա, ես էլ պատկերացրեք, որ ես երևի 20 տարեկանից դառել եմ իմ ծնողների ծնողը։ Աշխատել եմ, օգնել եմ ամեն ինչով եւ միջև կյանքից միջև իրանց ես եմ պահել ամեն հարցով։ Ձեր տեսակն է, Տիկին Վալյա, բոլորին պահել, բոլորին հասնել։ Ստեղ Երևանում ապրում էի, բայց ամիսի 2 անգամ գնացել եմ Կիրովական։ Մերոնց ոչ մի բան պակաս չեմ թողել։ Ամեն ինչով ամուսինս էլ աջակցում էր, երբեք դեմ չի եղել դրան։ Ես էլ աշխատել եմ, այդպես չի որ չեմ վաստակել էլի։ Դե միայն միջոցները չեն, նաև ժամանակն է, նաև հոգատարություն, ուշադրությունը։ Եվ այդպես չգիտեմ որտեղ վերջացնեմ։ Խառը պատմեք, ոչինչ պատմեք, կարևորը բան բաց մի ինքը ավարտեց, եկավ, նշանակեցին Երևան, շատ մեծ պաշտոն է, մի անգամից գիդրոպրիվատ գործարան կար, այդ գործարանի տնօրեն նշանակեցին։ Մի տարի հետո տեղափոխեցին ավտոբուսային պարկ։ Առաջի ավտոբուս։ Մինչև մասնագիտական այս թեմային, ես ուզում եմ ոնց որ անձնային հարաբերությունների մասին էլի ձեզ ասեք, շատ երիտասարդ էիք, առաջին սերներ, այդ տարիների դժվարությունները, ոնց որ միանգամից գնաց, ոնց եք դիմացել էլի փոքր քաղաքում։ Շատ դժվար։ Սկզբից շատ դժվար, բայց հետո Ինչն էր դժվար։ Դժվար, որ նախ ես չէի ուզում, որ ինքը գնա, բայց բանակի հարց առաջացավ։ Ինքը սովորում էր արդեն կարող էր Հայաստանում մնար սովորել, գերազանց ավարտած մարդ էր ինքը։ Իրանց մասին ընտանիքին թերթում հոդվածներ էին գրում մաթեմատիկոս Օհանյանների ընտանիքը եւ այլն։ Շատ գերազանց 4 եղբայր էին, 4-ն էլ այդպես։ Դժվարություններ էին, որ հետո եկան ինձ տարան իրանց տուն, մայրը հիմնական տանղեկը իր ձեռն էր, շատ փոքր աղջիկ միանգամից հարց դարձավ առանց ամուսնու։ Չէ, արդեն աղջիկս կար։ Արմինեն գար, որ մեր երեխեն թող մեր տանը մեծանա։ Ոբշեմ տարան արդեն 4 տարի մնացի, 4 տարի իրանց տանը մնացի, առանց ամուսին, դաժան, խիստ պայմաններում
տենց հեշտ չէր էլի, այդ կինը սպիտակում դաստիարակված բան իր այն օպատնիկ Ձիգ ուժեղ բնավորության տերկին էր ու իր ճնշեց ձեզ Տիկին Վալյան օրենքներն էր թելադրում բայց ձեզ կարողացավ ճնշել ես համակերպեցի ամուսինս ինձ Արսենը ասեց որ մենք միասին պետք է լինենք բայց ես իմ ծնողներից չեմ կարող ես խնդրում եմ ինչքան հնարավոր է առանց կոնֆլիկտի գնալուց առաջ շատ խորհրդակցեցինք ինքը ասեց դու որոշի բայց անպայման որ գնաս վերադարձ չպետք է լինի տնից դուրս չպետք է գաս մեր հետ գնաս ու կոնֆլիկտ էլ չպետք է լինի եւ այդպես ես համերար ձևով այդ տարիները անցկացրեցի ամեն ինչ աշխատում էի աշխատավարձս իրանց էի տալիս ամուսնուս մի մաս ուղարկում ենք մնացածը իրանց կոպեկ տենց ոչ մի պահանջ չունեի ոչ մի բան խելոք հանգիստ անցկացրինք Լրիվ համերար ձևով, հետո որ Երևանը ինքը ընդեղից տեղափոխվեց Երևան, աշխատանքի ինձ եկավ մեզ բերեց արդեն բնակարանը ստացանք, 2 սենյականոց մի անգամից ու արդեն լավ էր պայմանները, ամեն ինչը գերազանց էր, անգամ եթե մենք մի պատարակա ունենք, մի ափսե, դա մեր ցավ չէր պատճառում, ոչ մի բան, մենք արդեն միասին էինք, եւ այդպես իմ կյանքս, բայց ցավալիորեն շատ կարճ տևեց այդ ամեն ինչը 44 տարեկանում ինքը մահացավ ինֆարկտից եւ ես մնացի Երևանում երկնքից իջավար բոլոր խնդիրներով բոլոր դժվարություններով երկու աղջիկներս էլ համասարանի ուսանող էին ճիշտ այն ժամանակ ուսանողական վարկ չկար բայց բոլոր դեպքերում աղջիկ պահելը այդքան էլ հեշտ չէր Դրա համար ես անցա աշխատանքի 2-3 տեղ ու արդեն կենտրոնացա միայն ընտանիքի պահպանման ամեն ինչի երեխեքի բարեհաճող ամուսնության ընդհանուր իմ հոգեբանության մեջ բարերարությունը բարեգործությունը ես տարով եմ ուրախանում որ մարդկանց մի բան անում եմ շատ դա ինձ ուրախացնում է որ տեսնում եմ մարդը շփտած ուրախացավ երբեք ոչ մեկից սпасելիք չեմ դա չեմ սիրում բայց իմ տալը շատ ինձ ուրախացնում է ու միշտ ուզեցել եմ ունենամ որ տամ աշխատեմ եւ արել եմ ամեն ինչ 3-4 տեղ աշխատելով բավականին գումար եմ վաստակել Գիտեք ինչն է հետաքրքիր որ խորհրդային տարիներին դե հայացքները ուրիշ էին դուք կին բայց ձեր ամուսնուս ասում է դուք եք օգնել ոդքի կանգնել պահել մի տեսակ այո Դա է զարմանալի բայց մեր այդ երջանիկ կյանքը կարճ տևեց 20 տարի ապրեցինք միասին ամենայն դեպս Աստված այդպես էր կամեցել Ձեր ասացիք որ միակ առաջին ու վերջին ու միակ սերն էր Թորնիկս թորնիկ ուներ Զարան ծնվել էր այն ժամանակ 6 ամսական էր որ ինքը մահացավ այդ գոնե այդ բերկրանքը տեսավ էլի երեխայի շատ էր սիրում շատ Համատեղ երջանիկ կյանքի համար ինչ է հարկավոր Համատեղ երջանիկ Առաջ երթին համերաշխություն, սեր, վստահություն եւ բացի դրանից քո երազած, քո սիրած տղամարդու հետ ամուսնանաս, էլի պատահական չգիտեմ, այդպես իմ մոտ չի ստացվի։ Հաշվարկով թե սիրով։ Առաջի դասարանից միասին սովորել ենք։ Չէ, հաշվարկը չեմ ընդունում, սիրով առաջի երթին։ Ես օրինակ շատ էի սիրում իրան, շատ։ Հիմա էլ եք սիրում։ Միակ տղամարդ է, այո։ Կարոտել եք։ Կարոտով։ Հոյակապ տղամարդ էր։ Դե ասացիք Վանաձորի ամենալավ տղամարդն էր։ Իր հետ որ գնում էինք քեֆերի բանի դենք շատ ուտող խմող մարդեր բան շատ անգամ ենք այնած խմելու ժամանակ բարձրացրել ճիշտ մեկ վիրավորվում էի այ վալա ջան էս ոնց է արել որ սենց այսքան լավ տղին դու կարողացել ես այդ ոնց է հաջողացրել որ այսքան լավ տղա ես ճարել ամուսնացել էլի ոնց է քեզ ստացվել ոնց է հաջողացրել Դուք ասացիք որ ինքն է ձեզ ընտրել բայց ես այն ամենայնիվ կարծում եմ որ դուք եք ընտրել Նաև ես իհարկե Եթե ժամանակը հետ տալու հնարավորություն լիներ ինչը կփոխեիք ձեր կյանքում Ես նախ ուզում եմ մի հատ երեխա ունենալ, տղա ունենալ։ Չստացվեց, այդ եմ ափսոսում։ Չգիտեմ, ուղղակի ինքը պիտի իրան հետևել էլի մի քիչ
ուտել խմելու սեր ուներ, այդ իր առողջությունը։ Հետո այն ժամանակ 80-նական թվերի բժշկությունը այնքան հետ էր։ Անկամ ես հիմա մտածում եմ, էլի, ասում եմ, խոլեստերինի անալիզել չենք տալիս, ինքը չաղեր ստարովի 120 կիլո քաշ ուներ։ Ոնց չենք մտածում, որ անալիզներով, իրան սրտին օգնելով հենց առաջին ինֆարկտից մահացավ, ինչի պետք է տենց լներ։ Հիմա այդքան ինֆարկտ են տանում, 100 ձևի բաներ են անում, մարդիկ 10-15 տարով ապրում են, էլի, հա։ Շատ բժշկությունը հետա մնացել են ժամանակ։ Չկարողացանք օգնել։ Տիկին Վալյա, դուք ձեզ ուժեղ կին համարում եք, դուք կարողացել եք նաև առողջական խնդիր հաղթահարել։ Հա, ունեցել եմ պրոբլեմ, հանգիստ գնացել եմ, վիրահատվել եմ, մի քանի օրգան հրացրել են, հիմա նորմալ է ամեն ինչ։ Խիզախ կին եք։ Չեմ էլ մտածել այդքան, չեմ անում, այդքան էլ բան չեմ անում, ես այդքան հիվանդոտ չեմ։ Պարտականություններ, նպատակներն են ապրեցնում։ Այ պարտականությունները ինձ սպաղում են։ Միջև հիմա էլ այդպես է, եթե գործ չունենամ անելու, այսօր վեր կնամ, հանձնարարություն չունեմ, բանկերի հետ կապված ոչ մի հարց չունեմ, չգիտեմ, հիմնարկի գործերով բանով ոչ մի բան, երեխեքը չեն զանգել, ոչինչ չեն պահանջել ինձանից, մոլորում եմ, բա ինչ անեմ, ես ինչ անեմ, աստոր եմ անցկացնելու այսօր։ Արդյունավետ լինի օրը։ Հա։ Այդպես սովորություն էլ չունեմ հարևանների հետ, ժամանակ էլ չեմ ունեցել, որ բան, ավելի շատ, եթե ժամանակ ունեմ, գիրք կկարդամ։ Հիմա էլ այս վերջերս, որ քաղաքական թեմաներով շատ հոգնել էի արդեն, տեսնում էի, որ ներվերս էլ իմ առողջության վրա է ազդում, էլի արդեն որոշեցի գիրք կարդամ։ Ռաֆու 12 հատորը 2 ամսում կարդացի, պատկերացրեք։ Նորից վեր հիշեցի ամբողջ դպրոցում էի կարդացել։ Մեծ գրադարան ունեմ, հիմա ամբողջ գրադարանը երկրորդ անգամ կարդում եմ։ Սովորաբար ոչ թե միայն գրքերը, այլ հետաքրքրվում եմ ամեն ինչով։ Աշխարհի վիճակով, մեր երկրի ճակատագրով, շատ մտահոգված եմ ու ամեն հարց իմ հոգուս խորքով անցնում ամեն ինչը։ Տիկին Վալյա, որ ժամանակները նայում եք, համեմատում եք, դուք ոնց որ խորհրդային սերունդն եք, շատ բան եք փոխված տեսնում, արժե համակարգային։ Գիտեք ինչ, հիմա որ այս հակառուսականությունը շատ տարածվել է մեր Հայաստանում, որ բոլորը ոտքի են ելել, ռուսներին չգիտեմ, ես գտնում եմ, որ մեր երջանիկ տարիները այն 70 տարին է եղել Հայաստանի, որ ապրել ենք Ռուսաստանի հետ միացյալ մի միության մեջ։ Ապահով ենք եղել, ոչ մի վտանգ չենք ունեցել, աշխատանք ունեցել են, ձրի կրթություն են ստացել, առողջապահությունը ձրի է եղել, սանատորիաներ, հանգստյան տները ձրի, երեխաներին ճամբարներ եւ այլն, առավելություններ շատ կար։ Ուղղակի մի քիչ հիմա չունենք առավելություն, անկախությունը։ Դե հիմա այս անկախությունը մեզ այնքան չարիք դժվարություն ու հոգսեր պատճառեց, որ չգիտեմ ինչ ասեմ, երկրից վիճակը ինձ ահա որ ցավը պատճառում է, սոհերը, այս պատերազմը, այս Արցախի կորուստը չեմ կարող, շատ ծանր եմ տանում։ Ոնց եք հաղթահարում։ Դե դա ասում եմ, որ ստիպված մեկ-մեկ որ արդեն տեսնում եմ դժվար է, գիրք եմ կարդում։ Դարձանությամբ։ Այո, գիրք եմ կարդում, բայց դա փրկություն չի։ Հույս ունեմ, որ մի բան կփոխվի, կլավանա։ Դուք որ տեսնում եք այսօր երիտասարդները դիտարկող հայացքով, արդյոք անում են ինչ-որ սխալներ, որ գուցե ձեզ տարիքի փորձառության խորքից երևում է, որ պիտի շտկվի։ Բաներ կա, որ ես օրինակ ոչ ռազմական գործի չեմ, ոչ քաղաքական, ոչ պետական պաշտոն չեմ զբաղեցնում, բայց բաներ կա, որ ես մտածում եմ, այ եթե այսպես չանեին, սենց անեին ավելի լավ կլներ, սենց, չգիտեմ, անդադ մտահոգությունների մեջ եմ։ Իսկ սերունդների բախում որպես այդպեսին, դուք ձեր թորների, ծորների հետ շատ եք մեծ իրենցից, թե կապը կա։ Չէ, ես իմ մեծ տարիքի առումով այդպես չեմ զգում, որ ես իրանց հետ հավասար եւ հակուկապի մեջ, եւ սանրվածքի մեջ, եւ պահվածքի մեջ մասնակից եմ, խորհուրդներով գոնե։ Ոչ շատ չոր ձևով, բայց ընդհանրապես առաջադեմ եք։
Հաջան Առաջադեմ Հա, եք։ իհարկե, բոլոր գիտեք ինչ, ընդհանրապես ես մարդկանց դիտողություն անող եմ, այդպես չի, որ շատ մեղմ, անընդհատ ընդհակառակը, չեմ սիրում գծնող մարդկանց, ամենավատ հատկությունն է դա իմ համար, մարդը պետք է ուղիղ լինի, ճիշտ լինի, եթե թերություն ա գտնում սրտացավորեն ասի, ես գտնում եմ, որ թերություն ասող մարդը սրտացավ մարդն է, իսկ այն որ կողքից կարող ասի վայ ես ինչ լավ բան ձևական դա չեմ ընդունում ես Բայց նաև չեն սիրում ուղիղ ասողներին, տիկին Վանյա։ չեն սիրում ճիշտ եք ասում իմ թորնիկներն էլ են ասում որ պետք չի ոչ մի դիտողություն անել բա հիմա գնում ես երիտասարդ տղա մեկ էլ ծխախոտի թուփը ամփոփ ձևով շպրտում է գետնին Ինչ եք ասում։ Ստիպում եմ որ վերցնի աղբար գտնի Օրինակ ո՞նց եք ստիպում, տղա ասում եմ ջան։ տղա ջան վերցրու չի կարելի շատ տգեղ բան ես անում Դրա համար էլ մեր քաղաքը այսպես կեղտոտ է ոչ մի բանից անտարբեր չեմ անցնում օրինակ այդ ձկան խանութը գիտեք չէ Այո։ կարելի է մի փոքր էպիզոդ Հա, պատմել իհարկե։ այդ ձկան խանութի դիմացի շենքը մեծ տուֆով շենք է չէ կարմիր տուֆով ուրեմն մեխերը հանել էին պատերից լարերը հանել էին այդ մեխերն ու դրա տեղը բոլորը սպիտակ գավիճով, գաջով, ինչով ծվաղել էին։ Մի խայտարակ բան էր, ամբողջ հսկա շենքը, նայում ես, ինձ ապշում ես, ինչքան պետք է մարդը ուղեղ չունենա, որ այս գեղեցիկ շենքը սենց այլանդակել է։ Ինչ արեցիք։ Անցած տարի ուրեմն գնում եմ բանկ, Ամերիա բանկ եմ մտնում, այդտեղ սրճարան կա, բացօթյա սրճարան, մեկ էլ տեսնեմ Ավինյանը նստած է կրթության նախարարի հետ, Ժաննայի հետ։ Մոտեցա բարևեցի, ասի կարելի է ձեզ մի հարցով դիմել, անհանգստացնել, ասի կներեք, որ դուք նստած եք, ես աթոռ առաջարկեց, խնդրեց նստել, բան շատ սիրով ընդունեց, ասի ես ձեզ խնդրում եմ, այդ շենքը կարգի բերեք, դա ինչ վիճակ է, այդքան տուրիստներ, այսքան դրսից մարդիկ են գալի, բա մեկը չկա ձեր քաղաքապետարանում, որ տեսնի այդ վիճակը, բանանի, շատ տգեղ բան է, շատ Ինչ եղավ, շատ կայ։ Ասեց կանեմ անպայման։ Ասի շատ շնորհակալ կլնեմ։ Ես նայելու եմ, հետևելու եմ։ Եթե չանեք, էլի եմ գրելու կամ չգիտեմ ինչ։ Մի շաբաթ անցավ չէր արվում։ Մեկ էլ մի օր որ չտեսնեմ, այդ շենքը կարգի են բերել իր գույնով, այդ շենքի կարմիր տուֆի, կարմիր գույնով ամբողջ անցքերը փակել են։ Նենց կարգին այնքան ուրախացա, ուզում եմ մի հատ նամակ գրեմ, որ հույս չունեի, բայց մալացեց ապրես որ արել ես։ Մեկ էլ խնդրեցի, որ քաղաքի արձանները լվանան։ Շատ վատ վիճակում են այդ արձանները։ Օրինակ, քաղաքի ամենագեղեցիկ արժեքավոր արձանը Սասունցի Դավիթն է համարվում, որ համար առաջի արձանն է։ Երկրորդը ես համարում եմ Գրիբաեդովի արձանը, Ռասիայի մոտ, այդ պիցայի մոտ կողքին։ Այդ Գրիբաեդովի արձանի վրա այնպեսի մի կեղտ է նստած, այնպես է սևացել, որ վիրավորական է այդ մարդու արձանը այդ վիճակում լինի։ Եվ մենակ դա չի, կան սպիտակ արձաններ, որ արդեն գույնը կորցրել սևացել են։ Այդ բաները չեն հետևում, էլի մանրունքներ են, բայց դուք փողոցի մաքրությունը մի կողմից, որ քաղաքը շատ է փոխվել, շատ նախ ժողովուրդը շատացել է, մարդը շատացել է, մեքենան շատացել է, դժվարացել է։ Համենայն դեպս մաքրության հարցում շատ լան։ Ես օրինակ բանով այդ քաղաքապետարանի դիմացի այգին որ կա, Վարդանյաններին էլ չէ, կողքի այգին։ Ես սովորաբար այդ այգու մեջով գնում գալիս եմ շուկա խանութ բան գնալու համար։ Կոմայգին էլի։ Հա, Գրենդելի շենքերում եմ ապրում, այդ Արգիշտի փողոցում։ Այդ այգու անցնելուց, որ տեսնում եմ մի հատ կին, մշտական ուշադիր եմ էլի, որ տեսնում եմ կինը մաքրում է, տարիքով, ինձանից էլ կռացած, ինձ բան։ Այնքան ուրախանում եմ, մոտենում եմ մի լավ խոսք եմ ասում, բարևում եմ, ասում եմ ապրես, երկար կյանք ունենաս, շատ լավ ես մաքրում, ասում եմ, քիֆս գալիս է, ես որ հաշվապար չլնեի, ես էլ փողոցները կմաքրեի, հավեսով կմաքրեի։ Ձեր հոգեկան բավարարության համար։ Չէ, ուղղակի քաղաքի մաքրության համար, որ մարդիկ տեսնեն մաքուր պահեն։ Մի կոնֆետ, մի պեչենի, մի պաչկա, մի բան ունենում եմ, հյուրասիրում եմ իրան, ասում եմ առ Եթե չելնը մոտս, գոնե մի 1000 դրամ գրպանն եմ դնում, ասում եմ բերիվ կանես, ընդմիջում կանես։
ուղղակի այդ ոնց ասեմ, ցածր չեմ ասի, բայց այդ խավի մարդկանց ես շատ բաժշկա եմ անում, ոնց որ ասում են, շատ եմ ուզում ոգևորեմ, որ իմանամ, որ կարևոր գործ են անում, էլի։ Իսկապես ամենակարևոր գործ են անում։ Անտարբեր չեմ, քաղաքի ոչ մի բանի նկատմամբ անտարբեր չեմ։ Իսկ դուք ձեզ երկարակյաց համարում եք, որ նաև գաղտնիքներ ունենք դրա համար, առողջ ապրելակերպ, առողջ սնունդ, արդեն ասացիք, որ առողջությանը կանոնավոր հետևում եք, խնդիրները եթե լինում են, վերացնում եք։ Էլ ինչ եք անում։ Գիտեք, որ ասեմ, այդպես շատ ու շատ իրեմ իմ անձի նկատմամբ այդպես չի։ Բայց բախտս բերել ատեն ծանր բաներ չկան էլի, որ պրոբլեմ առաջանա։ Տենց գործերի մեջ, հոգսերի մեջ, շարժման մեջ դրական մտածողություն ամեն ինչով անցնում է, շատ չեմ։ Այդպես շատ, որ ասեմ, հատուկ սնվում եմ, հատուկ բան, թեպետ նորմալ է։ Իմ օրգանիզմի պահանջը ես զգում եմ։ Եթե այս րոպեին, այս բանի կարիքը զգում եմ, դուրս ա գալիս անում եմ, եթե չէ։ Իսկ վարժություններ, Չէ, տենց բաներ չեմ անում, ժամանակ չունեմ։ Իմ վարժությունը իմ վազքն է, այս կողմեն կողմ խանութ, այս Կին վալի արհեստական եք այդ գործերը ձեզ մոգոնում, ձերոնք արհեստականորեն ձեզ խնդիրներ են առաջադրում, թե իսկապես դե միջև վերջի տարիները եղել եմ պարտավորված էի անեմ բոլորը, աշխատել եմ, փող եմ վաստակել, հիմա էլ եմ աշխատում, բայց այդ երեխեքի հետ կապված կամաց նվազում է, իրանք էլ չեն ուզում ինձ չարչարեն, ինչքան ասում են բերեք երեխեքին մնան այս երկու օրը մոտս եւ այլը բան են անում, չգիտեմ, տենց մի քիչ պակասել է էլի, թեպետ դա ինձ ցավ է պատճառում, օրինակ Զարայի փոքր քույրը, Մարիամին չգիտեմ, գիտեք թե չէ, մի աղջիկ մի տղա ունի, գժվում եմ այդ երեխեքի համար, բայց չի ստացվում, որ մեկը դպրոց է գնում, մեկը մանկապարտեզ շփումը քիչացել է։ Չեք հոգնում երեխաներից, իրենք աղմկում են, չարաճճություններ են անում, չեն հոգնեցնում։ Չէ, բոլորով են։ Տարբեր տեղեր, ես մենակ եմ ապրում, հիմա կոնկրետ ես մենակ եմ ապրում, աղջիկս, որը որ այդ տունը կտակել եմ փոքր աղջկաս, Մոսկվայում է, ամուսնու հետ, բայց իրանց երեխեքը բոլորը եկել են, իրանք էլ են գալիս գնում, մի ամսով, երկու ամսով, այդ ժամանակ ավելի ակտիվ է կյանք սլնում, որ 3 անգամ կիրակում եմ Այսինքն ձեզ ավել թորներ չէ, բայց ծորներ են պետք, շատ ծորներ են պետք։ Ծորներ ունեմ, 6 հատ ծոր ունեմ։ Բայց ավելին եք ուզում, որ հոգսը շատ լինի։ Դե մեկը շուտով կծնվի։ Մի հատ տղա թոր ունեմ, հիմա Մոսկվայում են, գնաց կին այնտեղ ծննդաբերի, ռուսակինը։ Մի քիչ տարիքը մեծ է, վախենում են այստեղ բանան, հանգիստ են գնացին, հիմա դրա բալիկին ենք սպասում, տղա պետք է ունենա։ Մերոնք սաղ աղջիկներ են։ Հենց այդ է ուզում հարցնեի, որ դուք էլ տղա չունեք, տղա ծորների հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ունեք։ Չէ, դե թեպետ մի հատ ծորս տղա է, մի թոր տղա ունե, տղա թոր ունե, մի հատ էլ ծորնիկ։ Այս երկրորդն է ծնվելու։ Բանը, չէ, աղջիկներն էլ են շատ լավ, շատ սիրում եմ։ Այն Մոսկվայի աղջիկը, Անուշիկը, զույգ ունեցավ։ Հիմա ստեղ են իրանք, 3 աղջիկ ունի, մեծ աղջիկ էր, 2 հատ էլ աղջիկ ունեցավ։ Ամուսինը ռուս է, շատ լավ տղա է, լավ ընտանիք է։ Ընդունել եք դուք։ Աջան։ Ընդունել եք այլ ազգի ոնց չէ, ոնց։ Ընդհակառակ, երեք գնացի նույնիսկ սեր խոստովանեցի այդպես այս, ասի դու ամենալավն ես ու քեզ բոլորից շատ եմ սիրում։ Հայերեն խոսում են թորները։ Շատ ուրախացավ։ Չէ, ես եմ մի քիչ պակաս բրատ, բայց ռուսերեն խոսում եմ։ Իսկ չեք սովորեցնում հայերեն։ Այդքան երեխեքի հետ սովորել է։ Երեխեն աղջիկը մեծ լրիվ ռուսական կրթությունով եկավ մեծ արդեն, բայց հիմա պարզ մաքուր խոսում է։ Դպրոցում սովորում է ինքը։ Այն երկու փոքրը դեռ փոքր են, 4 տարեկան են, մենակ ռուսերեն են խոսում։ Դայակները բանը ռուսներեն այդպես ռուսայով։ Դուք վալա դուք ձեզ երջանիկին համարում եք, երջանիկ մարդ եք համարում։ Գիտեք ինչով, ես վախենում եմ այդ մասին մտածեմ, երեխեքս առողջ թող լինեն։ Չգիտեմ, ինձ հասկանում եք, թե չէ, չեմ ուզում շատ պարզ բան անեմ։ Այդ մասին չեմ ուզում մտածեմ։ Մի մտածեք, մի ասեք, թող լինի։ Չեմ մտածում։ Կյանքի իմաստը որտեղ փնտրենք։
Չգիտեմ ինչ ասեմ, կյանքի իմաստը մարդու 80 անցել եք, պիտի որ իմանաք Դե արդեն։ պետք է մարդը այնքան գրագետ, այնքան խելք ու ինչ այլոց էս հերակա են վերջացրել, էդ էլ ասեմ, ֆինանսական գծով հերակա գնացի։ Ինչ ասեմ, Ինչի մեջ գտնենք կյանքի իմաստը։ հա, Ընտանիքի սիրած կյանքի իմաստը գործի իհարկե երեխաների հաճախ մարդ դաստիարակածելնես, որ պետությանը, մարդկությանը պիտանի լինեն, օրինակ ծառայեն իրանց շրջապատում, դրական մարդիկ լինեն մի խոսքով։ Ես գտնում եմ, որ ամեն կնոջ առաջի պարտականությունը դա է, որ իր ժառանգները, այս իր հայրենիքին, իր երկրին պիտանի մարդիկ լինեն, շրջապատում ոչմ դա շատ կարևոր բան է, շատ ամեն մի մայր պիտի մտածի լավ երեխա դաստիարակի։ կնոջ առաքելությունն է։ Այո, Դուք ասացիք, որ աճ ու ձախ լավություն եք արել, հաճույք եք ստացել դրանից։ Սովորաբար շատ լավություն անող մարդիկ բողոքում են ապերախտներից, բողոքում են երախտամոռներից, որ իրենց բավարար չափով շնորհակալություն ասող չի եղել, բայց դուք նաև ասիք, որ ակնկալիք էլ չունեք։ Ուներ մեկ է այս զգացողությունը, որ երախտագիտությունը դա բազային զգացում է ու երբեմն աշխարհին պակասում է։ ճիշտ է, ես մի քիչ երևի անհամեստություն արեցի, որ ասում եմ էությամբ բարերարեմ, բարերարը նույնիսկ չպետք է ասի։ Ինչ անում է պիտի մոռանա, երբեք չսպասի, որ իրան պետք է շնորհակալություն հայտնեն։ Հիմա տեսեք, երկու օր առաջ այդ նյութը գրվեց, չէ, բանում նկարի հետ կապված։ Հա, ես այդ ստացած եմ։ Եվ այն կոմենտները կարդամ եմ ես։ Այնքան մարդիկ են փոքր արածս բաննել հիշել, կոոպերատիվ շենք էին կառուցում, ես էի հաշվապահը, գլխավորը ես էի, քանիսին օգնեցի թղթերով, բանով, որ անպայման գրվեք, էդ եղել է 85 թվին, 85 թվին տրեստում էի աշխատում։ Տանտեր եք դարձրել։ Այո, ով որ ուզում էր դուրս գար, համոզում էի, որ մի դուրս գա։ Դու կտեսնես, որ լավ, տակից դուրս կգաս, մի վախենա։ Քանիսին այդ գրածների մեջ մի քանիսը գրել էին, որ մենք իրան հիշում ենք, որ մեզ այս ինչ թվերին մեզ օգ։ Այդ այնքան ինձ ուրախացրեց, որ մարդիկ եւ հետո գիտեք ինչ եղավ, այդ շենքը ստացանք ուրեմն այն ժամանակ էր, որ փողը փոխվեց, սովետական մենք արդեն ուրեմն որ պետք է ենթադրենք մի $50,000 տաներ մուծեր 20 տարվա ընթացքում 250 դրամ տարանք մուծեցինք եւ այդ տները մեր սեփականը այդ մարդիկ այնքան գոհ էին որ վալա մոծեցիր որ մենք այդ չտվինք այդ ես դրանից լավ էի զգում Հաշվապահությունը մի տեսակ ասոցիացում է խորամանկ մասնագիտության հետ դե անեկդոտներ էլ կան որ հաշվապահին ասում են երբ լավ հաշվապահ երկու գումարած երկու ինչ կլինի ասում են ինչքան է պետք հիմա դուք երկար տարիների փորձ ունեք ու կարողացել եք հերքեք այդ անեկդոտը չգիտեմ ոնց ասեմ Օֆելա ջան մի փոքր գաղտնիք ասեմ ազնիվ մարդը ոչ մի բան ես որտեղ աշխատել եմ ազնվությամբ եմ ասում կոնկրետ հուշարձանների վարչությունում էի աշխատում երկար տարիներ ու շատ խիստ ստուգումներ էր գալիս հարկայինից ստուգումներ էր ամեն տարի որ եկել են ստուգման գնացել են դիրեկտորին այն ժամանակ դիրեկտոր Բարսեղյանն էր ասում են այս կնոջը միակ լատ պարգևադրի Այդ ամեն ինչ ասված է արդեն ոչ մի խախտում երբեք թույլ չեմ տվել ոչ մի 20 տարի հայկական ժամանակում եմ աշխատում 20 տարի ընդդիմադիր թերթ որ ամեն ինչ գրում էր անունը չտամով հայկական ժամանակը գիտեք չէ՞ ում թերթն ա եղել եւ այնքան հանգիստ եմ որ մի մինուս չեն գտել միլիարդների ստուգումներ եւ այլը ոչ մի բան ազնվորեն աշխատել եմ մաքուր Ասում են աշխատողները փողից դժվարությամբ են բաժանվում։ Ամեն դեպքում դժվարությամբ են բաժանվում։ Պետական փողից, իրենց տնօրինման ենթակա փողից։ Չէ, դա չեմ երկիր թերթում աշխատում է, երկիր թերթում 2 միլիոն դրամ նոր հայկական դրամը եկել էր, մի $100 ուրեմն կարծեմ 20 դրամ էր, $100 փոխանակումը 20 դուք պատկերացրեք 2 միլիոն դրամ եմ ստացել Պարուսակից մեջ գալիս եմ խմբագրություն։ Հետո ժամը 6-ին գործը վերջացրելա, գնում եմ տուն,
Հանկարծ հիշում եմ, որ այդ փողը սեֆի մեջ չեմ դրել, իմ պարուսյակի մեջ է մնացել։ Հետ եմ դառնում, քանի կանգառ նորից հետ եմ գնում, բան, տանը դնում եմ, որովհետև վախենում եմ, ամեն րոպե կարային գային ստուգեին։ Այդ այն ծանր տարիներն էր, որ դաշնակներին արդեն հետապնդում էին։ Ուրեմն հաջորդ օրը այդ փողը դրեցի 2 միլիոնը, գնում եմ տուն, հաջորդ օրը առավոտը գալիս ենք, տեսնում եմ, որ իմ սեյֆը 4-րդ հարկից շպրտել են առաջի հարկ, դռները բացած, մեջն էլ ոչ մի կոպեկ չկա։ Եկել են արդեն դաշնակներին, բռնել են, տարել են, շենքնել Փողերը ձեր պայուսակում։ Փողերը, իմ պայուսակը չէր, սեֆի մեջ էր, պետական փողը։ Դուք բերել եք վերադարձել։ Բերել եմ, հա, եթե չվերադառնայի գնայի գայի, մեկ էդ եմ ափսոսում, ասում եմ, որ տես այդ անում էի տուն այդ փողը 2 միլիոն դրախվասեր էր 2 միլիոն դոլար ունենաս էլի համարը։ Ինչ կանեիք։ Կվաժանեի։ Տիկին վալա, հետաքրքիր ստացվում է, որ այդ դաշնակցության այդ շրջանում երկիրում էիք, հետո հայկական ժամանակում էիք, ինչ-որ թեժ կետերում եք հայտնել։ Լրիվ ընդդիմադիր թերթերում եմ աշխատել եւ ընդդիմադիր հայացքներ եմ ունեցել։ Միշտ քննադատել եմ իշխանություններին, ընտրությունների ժամանակ եղել եմ բանի նախագահ, ընտրական հանձնաժողովի նախագահ 2-3 անգամ եղել եմ Բանգլադեշի դպրոցներում բան եւ միշտ արել եմ այնպես, որ ընտրվի Դեմիրճանը։ Որտեղ ամասում եղել եմ, այնտեղ Դեմիրճաններն են ընտրել, հարև որդի։ 2 տարի մասնակցել եմ, մի տարին էլ ոչ նա ընտրվեց։ Ստացվում է միջամտել եք, խորհրդային հայացքներ ունեք։ Չէ, ոչ թե միջամտել եմ, այլ թույլ չեմ տվել կեղծիք անեն։ Թույլ չեմ տվել։ Բանը այդ Ալեքսանյան անունը ոնց էր դրա։ Այդ Ալեքսանյանը ամեն ինչ արեց, հեռախոսները նոր էր դուրս եկել, բերեց հեռախոս դրեց, էլ գումարեր բանանում, էլ ինչեր արեց, ասի ոտս ստեղից դուրս չեմ դնելու։ Դու մի հատիկ չես գցելու, վախենում էր ինձնից չեք պատկերացնի։ Տենց բայևոյ եմ եղել, տենց խեղճքին չեմ եղել, արդար ու բայևոյ։ Բայց այս հաղորդմանը շատ բարի ներկայացաք ու դե այդ եմ ասում, այդ ամբողջ բարիությամբ հետ նաև ասում եմ կարամ խիստ դիտողություն անեմ։ Օրինակ Զարանն եղանում է, որ ասում եմ, այս շորը չի սազում մի հագնի, կամ այս բանը մի արա։ Այդ դիտողությունը միշտ էլ փողոցում էլ կարող եմ մի բան որ տեսնեմ հակաօրինական են անում։ Մայրը ձեռից քաշ տալով երեխին գնում է, այդ երեխան լացալնում ու շատ թափվում է։ Մոտենում եմ կանգնացնում, ձենը կտրացնում, ուզում եմ մի բանով մորնել, խնդրում եմ, մի արա, մեղ կա երեխան։ Անտարբեր չեմ ոչ մի բանի նկատմամբ։ Ինձ որ ասեմ, ինձ խնայել եմ բան, երբեք այդպես չեմ արել։ Ուղղակի ճակատագրորեն կարևոր ձեզանից գոհ եք։ Սխալ բան չեմ արել։ Կարևոր ձեզանից գոհ եք։ Շնորհակալ եմ, որ եկաք, Տիկին Վալենտինա։ Հուսամ է, այս զրույցը ձեզ էլ հաճույք պատճառեց։ Շատ գաղտնիքներ մնացին, որ չասացիք։ Ուղղակի շատ անկեղծացա, կարողա որոշ բաներ որ ավել նոր ասեցի։ Չէ, ոչ մի բան չեք ասի, հանգիստ եղեք։ Շնորհակալ եմ, որ խոսեցիք, որ ինձ հետ կիսեցիք ձեր կյանքի պատմությունը։ Ուրախ եմ, որ ճանաչեցինք իրար։ Ակտիվ եղեք, լսեք մեզ Հանրային ռադիոյի amradio.am կայքում, դիտեք հաղորդումը, բաժանորդագրվեք երկրորդ շնչառության YouTube-ի ալիքին, փնտրեք մեզ TikTok-ում, Instagram-ում, Facebook-ում, գրեք ձեզ ուզող հարցերի մասին, մենք դրանց անպայման կանադառնանք հաջորդիվ։ Առողջ ու երկար կյանք եմ մաղթում։